Ողջույն հարգելի հեռուստադիտող։ Այժմ եթերում է զուգահեռ աշխարհներ հաղորդաշարը։ Այսօր մենք կփորձենք տարանջատել հոգևոր գիտելիքն այն ամենից, ինչ ժամանակակից աշխարհում կոչվում է էզոթերիկա եւ միստիկա։ Այսօրվա մեր հյուրն է իրանագետ, արևելագետ Արտավազդ Մինասյանը։ Ողջույն Արտավազդ, շնորհակալ ենք մեր հրավերը չմերժելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Արտավազդ, խնդրում եմ մի քիչ կպատմես քո եւ քո մասնագիտության մասին։ Առհասարակ էզոթերիկ համակարգը հոգևոր ուսմունքների համակարգ է, որը բացահայտում է մարդու, հոգու եւ բնության միջև եղած կապը, որը բացառապես գաղտնի մեթոդներով է իրականացվում, այսինքն էզոթերիկան ինքնին հասու չէ բոլոր անձանց եւ ի տարբերություն կրոնների, որոնք օրինակ հենց արևելյան կրոնների, որոնք բացահայտ են եւ հիմնականում հասու են բոլոր անձանց համար, էզոթերիկան փակ է եւ միայն ընտրյալների համար է, նվիրյալների համար է եւ հենց էզոթերիկա բառն էլ առաջացել է էզո եւ թերիկոս բառերից, որները նշանակում է փակ գաղտնի համակարգ եւ հենց այստեղ է տարբերությունը կայանում կրոնների եւ էզոթերիկայի, անշուշտ էզոթերիկան արևելյան կրոնների բաղկացուցիչ մասն է կազմում, հատկապես հինդուիզմում, բուդդիզմում եւ ջայնիզմում, էզոթերիկան ունի նաեւ իր ուրույն ուղղությունը եւ բուդդիզմի ու հինդուիզմի ուղղություններից, օրինակ տանտրիզմում եւ արևելյան կրոնների մեջ էզոթերիկայի դերը շատ մեծ մակարդակի վրա է, քանզի արևելյան մի շարք ուղղություններ, արևելյան կրոնների մի շարք ուղղություններ հենց հիմնված են էզոթերիկայի վրա եւ էզոթերիկ ու մանտրիկ ուրեմն այսպես ծիսակարգերի վրա, հենց հինդուիզմում օրինակի համար տանտրիկ ուղղությունը, որը բացառապես շակտիզմի գաղափարն է այստեղ խոսվում, շակտին համարվում է կանացի էներգիայի հիմքը ամբողջ աշխարհում եւ հենց այս ուղղության մեջ մենք տեսնում ենք, որ երկու էներգիաների բախումն է այստեղ ուրեմն ներկայացվում, արական էներգիան, որը Շիվայի ուրեմն կերպարով է ներկայացվում եւ իգական էներգիան, որը շակտի կերպարն է ներկայացնում, որը ամբողջ այսպես հինդուական աստվածուհիների մեկ միասնական կերպար է։ Եվ էզոթերիկան ինչ տեղ ունի այստեղ, հասկանում ենք, որ շակտիզմի շակտիստները, այսպես ասենք, տեսնում են, որ պետք է հասնել այդ շակտիին, այսինքն հասնել կատարելության եւ ձուլվել հենց շակտիին։ Ըստ էության սա էզոթերիկ գաղափար է, որովհետև էզոթերիկան է, որ ցույց է տալիս մարդու եւ Աստծո կապը մեկ մարմնի մեջ, այսինքն ի տարբերություն կրոնի, որը փառաբանությունն է Աստված, էզոթերիկան փառաբանությունն է, բայց Աստծուն տեսնելով մեր մեջ։ Այսինքն մանտրաները, որոնք եւս բաղկացուցիչ մաս են շակտիզմի, բնականաբար մտնում են հենց ուրեմն էզոթերիկ համակարգի մեջ եւ ցույց են տալիս, թե էզոթերիկան ինչ դեր ունի եւ արևելյան կրոնների եւ հատկապես օրինակ վերածս օրինակի շակտիզմի մեջ։ Անշուշտ արևելյան կրոններից բուդդիզմում եւս կան ուղղություններ, որտեղ արկա է էզոթերիկ համակարգեր, օրինակ զեն բուդդիզմը եւ հենց բուդդիզմի տանտրիկ ուղղությունը, որը եւս նույն համարժեք է հենց հինդուիստական տանտրիզմին, այստեղ կրկին նույն գաղափարն է հասնելու բացարձակ էներգիայի կատարելության, այո, եւ Զեն բուդդիզմում էլ այստեղ մտքերի եւ գաղափարների աշխարհն է, որն էլ էզոթերիկ համակարգից մեկն է եւ հինդուիզմի եւ բուդդիզմի ուղղություններում արկա է աստիճանակարգը, այսինքն ուսուցիչից գուրուից կամ այլ կերպ ասված աշակերտին փոխանցվող փակ գիտելիքների համակարգն է, որ հենց էզոթերիկայի այսպես կարևոր հատկանիշներից է։ Խնդրում եմ ասել, կան տարածված մոլորություններ եւ արևելյան կրոններում եւ միստիկայի մեջ, որոնք են դրանք։ Անշուշտ արևելյան կրոնները մոլորությունների առումով ամենաայսպես շատ հարուստն են, այո, որովհետև ամենաշատ կարծրատիպերը կան հենց այս կրոնների շուրջ։ Օրինակի համար հենց կրոնների հետ կապված այն, որ բուդդիզմը ոչ թե կրոն է, այլ հոգևոր ճանապարհ է կամ փիլիսոփայություն է, բնավ կեղծ է, սխալ է, կարծրատիպ է, որովհետև բուդդիզմը եւ կրոն է եւ իր մեջ ներառում է հոգևոր ճանապարհ եւ ապրելակերպ, անշուշտ յուրաքանչյուր կրոն ինքնին ապրելակերպ է, այդ թվում եւ քրիստոնեությունը եւ որակումը, որ բացառապես կրոն է կամ բացառապես ապրելակերպ է, սա հակասում է կրոնագիտական նորմերին։
Հաջորդ կարևոր հատկանիշը մոլորությունը ավելի ճիշտ որ հաճախ տարածված է դա մեդիտացիայի շուրջ է մեդիտացիան շատերը համարում են բացառապես այսպես կրոնական գործիք սակայն մեդիտացիան ինքնին գոյություն ունի եւ հոգեբանության մեջ եւ կրոնների մեջ եւ ուրեմն օրինակ շակտիզմի մեջ ինչպես նշեցի ինչպես նաեւ էզոթերիկ համակարգում այսինքն մենք տեսնում ենք լայն ուրեմն սֆերա որտեղ այս համակարգերը գործում են եւ պնդել է որ մեդիտացիան բացառապես կրոնական է եւ այլ կրոնի հետևորդը չի կարող զբաղվել մեդիտացիայով ինքնին հակասում է այդ ամեն ինչին մեդիտացիան մտքերի համախմբման այսպես մեխանիզմ է որի ժամանակ տարբեր արևելյան ուրեմն կրոնները տարբեր կերպ են մեդիտացիայի ուրեմն տեխնիկան կիրառում տարբեր տեխնիկաներ ունի եւ Սա այլ կարևոր է, որովհետև հիմնականում մոլորություն է, որ մեդիտացիայի ժամանակ դուք պետք է ունենաք մտքեր, ոչ, կան ուղղություններ, որտեղ հենց դու պետք է կենտրոնացնես քո մտքերը եւ փորձես դրանք իմի բերել, օրինակ հենց զեն բուդդիզմում մտքերի աշխարհի հետ գործ ունենք եւ հենց բուդդիզմի ինքնին մտքերի աշխարհն է միայն, այսինքն բուդդիզմը ինքնին հերքում է եւ հոգեվոր այսպես եւ հոգուն է հերքում եւ աստծո գոյությունն է հերքում, այնտեղ բացառապես գաղափարների ու մտքերի աշխարհն է եւ մեդիտացիան հենց կարելի ասել աղոթք է ըստ ուրեմն զեն բուդդիզմի, որը ուղղված է դեպի մեզ, մեր ներքին աշխարհին եւ փորձում է կառավարել ու կենտրոնացնել մտքերը։ Հաջորդ կարևոր ուրեմն տարածված մոլորություններից մեկը կարող ենք համարել հինդուիզմի հետ կապված, որ հինդուները սրանք մոգությամբ կամ կախարդությամբ ինչ որ զբաղվող եւ սատանայապաշտներ են, որը շատ հաճախ Կալի աստվածուհուն այսպես վերագրված է լինում, քանզի Կալին աստվածուհի է, ով դաժան տեսք ունի, բայց անշուշտ սա չի համապատասխանում իսկությանը եւ մոգության ու հատկապես սատանիզմի հետ կապ չունի, քանզի յուրաքանչյուր կրոն հենց հերքում է սատանիզմը, այսպես ասենք, որպես եւ սատանայի այսպես լինել է այդ կրոնում եւ պայքարում են սատանայի դեմ որպես ընդհանուր գաղափար այդպես ներկայացնենք եւ հենց հինդուիզմը կրոն է բարի լույսի եւ պայծառության հաղթանակի մասին եւ բոլոր հինդուիստական տոներն էլ ուղղված են դրան այստեղ եւս էզոթերիկ գաղափար կա որովհետեւ էզոթերիկան ինքնին փորձում է գտնել քո մեջ լույսը եւ էգոցենտրիկ ավելի ուղղություն է իսկ հենց հինդուիզմը բուդդիզմը եւ այլ արևելյան կրոններ ավելի էգոցենտրիկ են եւ եսակենտրոն են ի տարբերություն աբրահամյան կրոնների եւ սա էլ կարեւոր մոլորություն էր որ պետք է տարանջատել Հասկանալի է իսկ կան այնպիսի երկրներ որտեղ ծիսակարգերը միստիկան օրինակ եւ էզոտերիկան նրանց ավանդույթի մի մասն են կազմում հենց արևելյան երկրները որտեղ էզոթերիկան ապրելակերպի նույնիսկ մաս կարող է կազմել իհարկե էզոթերիկայի որոշակի դրսևորումներ օրինակ հենց մաթրաները մեդիտացիաները որոնք Չինաստանում Հնդկաստանում արևելյան ուրեմն Ճապոնիայում եւ արևելյան այլ երկրներում բավականին այսպես տարածված են որտեղ հենց տարածված է հինդուիզմը սիկհիզմը բուդդիզմը ջայնիզմը դաոսիզմը, սինտոիզմը եւ հենց սինտոիզմն էլ օրինակի համար, որը Ճապոնիայի ազգային կրոնն է, այստեղ հենց գործ ունենք նաեւ էզոթերիկ կարևոր համակարգի հետ, որտեղ բնության եւ մարդու այսպես կապն է ներկայացում, որովհետեւ ըստ էության աստվածուհիները, կամ աստվածությունները առհասարակ ներկայացված են բնության ուժերի տեսքով եւ բնապաշտական ինչ որ ուղղություն կարող ենք համարել նաեւ սինտոիզմը ինչ որ ձևով, իսկ օրինակ դաոսիզմը, որտեղ ներկայացվում է հենց դաոյի ուսմունքը, որը կրկին էներգիաների ուրեմն այսպես ուսմունքն է եւ հենց Չինաստանում նաեւ տարածված է բավականին ինյանի այսպես ավանդույթը, որը կրկին էներգիաների բախումն է տալիս իգական եւ արական սկիզբը, որտեղ միշտ արականի մեջ արկա է որոշ չափով իգական ինչ որ սկիզբ եւ իգականի մեջ էլ արական եւ ցույց է տալիս թե ինչքան այս ամեն ինչով ներդաշնակ է աշխարհը։ Իհարկե նաեւ ինյանը խորհրդանշում է նաեւ աշխարհի անցողիկության գաղափարն է, այստեղ հոգիների անցողիկությունը հա ի նկատի ունեմ, այնտեղ նաեւ բարու եւ չարի այսպես հակադրությունն է, որ յուրաքանչյուր լավ կամ այսպես դրական բանի մեջ միշտ բացասական կա եւ բացականի մեջ դրական կա փիլիսոփայությունը բնականաբար տարածված է ամբողջ արևելյան փիլիսոփայության եւ պոեզիայի մեջ անշուշտ օրինակ հենց իրանականի մեջ
Եվ նաև սուֆիզմում, որը իսլամի միստիցիզմն է, բավականին համակարգ է եւ այստեղ եւս խոսում է ասկետիզմի մասին, այսինքն աշխարհիկության մերժումն է եւ իհարկե սուֆիզմը այսօր այնքան տարածում չունի, ինչքան ժամանակին տարածված է եղել, այսինքն սկսած 8-րդ 9-րդ դարերից, բայց սուֆիզմը անշուշտ մնացել է որպես կարևոր, այսպես նաև որոշ չափով էզոթերիկ համակարգ իսլամում։ Հասկանալի, իսկ կան այնպիսի երկրներ, որոնց ներքին շրջանակներում կա էզոթերիկա։ Այնպիսի կրոններ, օրինակ հուդիզմը, քրիստոնեությունը, ինչու ոչ։ Քրիստոնեության եւ հուդայականության մեջ եւս կան էզոթերիկ ուրեմն ինչ-որ ուղղություններ, միստիկան հենց քրիստոնեական կամ հատկապես բողոքականության մեջ տարածված, երբ Սուրբ Հոգուն տեսնում են եւ զգում են, տարբեր ուղղություններ կա, օրինակ հոգեգալստական եւ այլ, այսպես ասենք, աղանդներ նաեւ ինչ-որ չափով, որտեղ այս ամեն ինչը պարզ ձևով արտահայտված է, սակայն առանձին այսպես հենց էզոթերիկա որպես կանոն քրիստոնեության մեջ այդ նույն ձև ինչպես արևելյան կրոնների մեջ է բացակայում է, միայն այդ միստիկայի մեջ է, իսկ հուդայականության մեջ կան այդպես առանձին կրոններ, ուղղություններ, որտեղ կա, բայց կրկին Աստծո կապն է տեսնում քո մեջ եւ առանձին որպես էզոթերիկ ծիսակարգեր, այդպես ինչ կա, այսինքն էզոթերիկայի հատկանիշներից միայն մեկը Աստծո եւ ուրեմն մարդու միաձուլումն է որպես կանոն իշխում։ Տես տարոքարտերը առաջացել են հենց Եգիպտոսում, ծնունդը Եգիպտոսից է։ Խնդրում եմ ասել, դու տարոլոգիան երբևէ կապել ես կամ կապում ես էզոթերիկայի կամ միստիկայի հետ։ Ես ինքս այլ վերաբերմունք ունեմ տարոլոգիայի եւ տարոքարտերի հետ կապված, կարծում եմ տարոլոգիան ժամանակին եւ հենց փաստացի այդպես է, ժամանակին կիրառվել է բացառապես հոգեբանության մեջ եւ հետո է տարածվել որպես նաեւ ինչ-որ գուշակության աղբյուր, բայց էզոթերիկան եւ տարոլոգիան կարծում եմ այդքան էլ շատ զուգահեռներ չունեն, որովհետեւ տարոլոգիան բացառապես գուշակություն է, իսկ էզոթերիկան աշխարհայացք է, այսինքն Աստծո տիեզերքի, գերբնական ուժերի եւ մարդու իր եսի միջև տեսնելու այսպես կարողությունն է եւ այդ տեսանկյունից կարծում եմ այդքան էլ չունեն ինչ-որ եզրեր։ Շատ մասնագետներ պնդում են, որ բարի եւ չար գոյություն չունի, բայց էզոթերիկայի եւ միստիկայի մեջ դու տեսնում ես չարի գերակշռությունը։ Անշուշտ բարին եւ չարը գոյություն ունեն, մենք ամեն օր ականատես ենք լինում եւ դրա մերժումը բացառապես անհիմն է եւ էզոթերիկայի մեջ էլ բնականաբար էներգիաների բախումներ գոյություն ունեն եւ հասնելով կատարելության, հասնելով այսպես ինքնամերժման, այսինքն երբ դու մերժում ես քեզ եւ աշխարհիկությունը քո ներսում, դու հասնում ես այն կատարելության, որը բացառապես բարին է, որը բացառապես ուղղված է դեպի Աստված, կախված տարբեր կրոնական իհարկե բացատրություններից, բայց հիմնական հատկանիշը սա է եւ ուստի այդ տեսանկյունից այո, ինչ որ չափով նաեւ մերժում է չարի գոյությունը եւ փորձում է հասնել հենց Աստծուն եւ միաձուլվել նրա հետ։ Շատ մասնագետներ պնդում են, որ էզոթերիկան եւ միստիկան նույն ինքը տարոլոգիան նաեւ դեմ է քրիստոնեությանը, սակայն լսել եմ շատ մասնագետներից, որ պնդում են իբր Հիսուսը նաեւ եղել է մոգ։ Ինչպես ես նայում այս հարցին։ Հիսուսի մոգ լինելու հետ կապված չեմ կարող ինչ-որ հստակ ինֆորմացիա տալ, որովհետև դա կարծում եմ բացառապես ոչ գիտական է եւ այդ տեսանկյունից որևէ կարծիք չեմ սիրում արտահայտել, իսկ կապված քրիստոնեության եւ էզոթերիկայի կապի մասին բնականաբար սա հերկել չեմ կարող, որովհետև էզոթերիկ որոշակի այսպես ուղղություններ եւ հատկանիշներ բնականաբար կան քրիստոնեության մեջ, ինչպես նշեցի քրիստոնեական միստիցիզմը, որի հետևորդ էր նաեւ Գրիգոր Նարեկացին, ով միստիկ այսպես խորհրդապաշտներից էր եւ այստեղ բնականաբար նա հենց փորձում էր իր ստեղծագործությունների մեջ ցույց տալ Աստծո եւ իր ձուլումը եւ հասնել այդ կատարելությանը։ Բնականաբար սա հենց միստիցիզմի եւ էզոթերիկ գաղափար է։ Արտավազդ, կասես շամանիզմը ինչ կապ ունի մոգության հետ։ Առհասարակ կարևոր դասակարգում է մոգությունը եւ շամանիզմը նաեւ, որոնք հին հավատալիքներից մեկն են եւ մոգությունը որպես կանոն ուղղված է արտաքին աշխարհի վրա ազդելու վրա, ի տարբերություն օրինակ էզոթերիկայի, որը ազդում է ներքին աշխարհի վրա, իսկ շամանիզմը մոգության ուղղություններից մեկն է, որի ուրեմն հենց առաջնորդ, այսպես ասենք, շամանը
կապում էր երկիրը եւ երկինքը, այսպես ասենք, այսինքն համարվում էր մարդկության եւ Աստծո միջև կապող օղակ եւ շամանը ինքնին ուներ բավականին այսպես էզոթերիկ ծիսակարգեր, որոնցով նա փորձում էր օրինակի համար անձրևը դադարեցնել կամ անձրև բերել եւ ազդել բնության ուժերի վրա, իսկ մոգությունը հիմնականում փորձում է ազդել այլ անձանց վրա, որպեսզի կատարի իր ցանկությունը որպես կանոն եւ մոգությունը որպես ուրեմն ուղղություն մենք այսօր տեսնում ենք շատ երկրներում որպես նաև ավանդույթի մաս, օրինակ հենց Աֆրիկայում էլ տարածված է, արևելյան շատ երկրներում եւս մոգության այսպես դրսևորումներ կան, իսկ շամանիզմը շատ քիչ դրսևորումներ ունի եւ միջնադարում ավելի տարածված է եղել կենտրոնական Ասիայի տարբեր երկրներում, բայց այժմ ավելի քիչ է, որովհետեւ գիտության զարգացումով արդեն շամանիզմը հետ է մղվել։ Դու խոսեցիր իսլամի եւ սուֆիզմի մասին, խնդրում եմ մի քիչ բաց կներկայացնես։ Սուֆիզմը, ինչպես նշեցի, իսլամական միստիցիզմն է, ինչպես քրիստոնեության մեջ, այնպես էլ իսլամում կա միստիցիզմ, սակայն իսլամականը էլ ավելի այսպես զարգացած համակարգ է։ Անշուշտ առաջ իսլամի իհայտ գալուց ի վեր սուֆիզմը որպես միստիցիզմ կա իսլամում, եղել է իսլամում եւ այժմ էլ տարածված այսպես պրակտիկա է։ Սուֆիզմը ունի 4 աստիճանակարգ, որին պետք է հասնել, ինչպես եւ էզոթերիկ համակարգը, որի աստիճանակարգով է եւ փոխանցվում է ուսուցիչ աշակերտին, այնպես էլ իսլամում է։ Առաջին փուլը կոչվում է շարիաթ, որտեղ անձը ծանոթանում է իսլամական այսպես բոլոր կանոններին եւ աշխարհայացքին, ավելի է խորանում իսլամի եւ դրա դասակարգման եւ այսպես ճյուղերի մեջ, ավելի է խորանում իսլամական այսպես իսլամագիտության մեջ։ Երկրորդ ճյուղը կոչվում է թարիղաթ, որը ճանապարհն է, այստեղ նա ձեռք է բերում իր մուրշիդին, այսինքն իր ուսուցչին եւ փորձում է ել ավելի այսպես խորանալ իրեն ճանաչելու մեջ եւ էզոթերիկ այսպես հենց համակարգը սկսում է այստեղ։ Երրորդ փուլը արդեն կոչվում է մարիֆաթ, որտեղ ճշմարտության փուլն է, այսինքն անձը սկսում է հասկանալ թե ով է նա եւ փորձում է իր եսը այսպես ասենք հետ մղել եւ սկսում է ել ավելի այսպես աշխարհիկությունը ամբողջ իր հայեցակարգից դուրս հանել եւ կարեւոր է նաեւ որ հենց այս փուլում է որ նա կարող է դառնալ արդեն ուսուցիչ այլ աշակերտների համար, իսկ արդեն վերջին փուլը, որի ժամանակ նա պետք է հասնի ֆանայի, այսինքն ամբողջությամբ նիրվանա, այսպես ասենք, կամ մոքշա, ինչպես հինդուիզմում է հայտնի, այսինքն ազատագրման, չորրորդ փուլն էլ կոչվում է հաղիղաթ, այսինքն ճշմարտություն, եւ հենց այստեղ է, որ նա հասնում է միաձուլման Ալլահի հետ։ Սուֆիզմում, ինչպես եւ արևելյան հինդուիզմում կամ բուդդիզմ կրոններում գոյություն ունի էզոթերիկական ծիսակարգեր։ Ծիսակարգերից մեկը դա պտտապարն է, որի ժամանակ այսպես մատրայի նման երևույթների տակ, այսինքն կրկնվող հնչյունների տակ եւ երգերի եւ պարերի տակ փորձում է պտտապար ապրել, որտեղ նա փորձում է հասնել այսպես էքստազի եւ միաձուլվել Ալլահի հետ։ Այս երևույթը նաեւ կա հենց հինդուիզմում, բուդդիզմում, որտեղ մաթրաներն են, որտեղ փորձում են անդադ կրկնելով մաթրաները աղոտ քանել եւ սա եւս էքստազի ինչ որ ձև է, ի տարբերություն իսլամի, սուֆիզմի, որտեղ նաեւ պարում են եւ դա եւս ազդում է, հինդուիզմի եւ բուդդիզմում չկա այդ ծիսակարգը, բացառապես մեդիտացիայի միջոցով է այդ ամեն ինչը փորձում արվել, այսինքն ինչ որ հստակ ստատիկ շարժում, որի ժամանակ փորձում են կրկնել այդ ամբողջ մատրաները, որոնք հիմնականում լինում են վանկային, բառային կամ հենց նաև հնչյունային, եւ ամենատարածված մանտրան հենց հինդուիզմում օմ մանտրան է, ըստ հինդուիզմի, որով էլ ստեղծվել է աշխարհը, այսինքն այդ հնչյունով։ Շատ էզոթերիկներ պնդում են, որ եկեղեցում մոմ վառելը եւս համարվում է ծիսակարգ։ Ծիսակարգ է, բայց ոչ էզոթերիկ։ Այսինքն քրիստոնեական տեսանկյունից այն ծիսակարգ է ուղղված Աստծուն, սակայն որպես էզոթերիկ ինչ որ ծիսակարգ այն չի համապատասխանում իսկության, այսինքն բացառապես էզոթերիկայի հետ կապ չունի։ Հասկանալի է, շատ շնորհակալություն Արտավազդ հրավերը չմերժելու համար։ Եթերում զուգահեռ աշխարհներ հաղորդաշարներ։ Մնացեք մեր եթերում, մենք կրկին կհանդիպենք։